Ես ուզում եմ ձեր ուշադրությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է եղել։ Իր ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ծաղկում է, իսկ ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Մեջբերում մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն, թե կրթության, թե աշխատանքի, թե հանգստի, թե ապրելու համար։ Հայաստանը ծաղկում է ապրում, եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մեջբերման ավարտը։ Նա նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ, նշելով կրթվելն ու զարգանալը ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այստեղ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության ֆակտորը ու նշել, որ դա նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։ Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել։ Երկրի Միլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին։ Սա արտացոլված է Ադրբեջանի խորհրդարանական նստաշրջանում ընդունված Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ որոշման մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն։ Դեսպանը բողոքի նոտա էր ստացել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած, ինչպես իրենք են բնորոշել հակաադրբեջանական բանաձևի վերաբերյալ։ Երեկ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր Հայաստանի ժողովրդավարական ընթացքի ու եվրոպական ձգտումներին սատարող բանաձև։ Անվտանգային համատեքստում Եվրախորհրդարանը պահանջել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ Փաստաթղթում կարևորվել էր նաև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը։ Վայլդբերիսն ու Օզոնը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը Սպուտնիկ Արմենիային ասել է, որ Վայլդբերիսում վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, ընդամենը մի քանի ժամում։ Վաճառողները սկսել են այդ մասին ահազանգել Տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊ ունեցողների ապրանքները դադարել են հասանելի լինել։ Հայաստանի պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել եւ չեն հաստատել խնդրի առկայությունը։ Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային ստորգետնյա թունելներին եւ բնակավայրերին, վնասելով նաեւ հիվանդանոցը։ Ցախալը բնակիչներին տարհանման հրատապ կոչ է արել։ Մարտի 2-ից սկսված հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2500-ը։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է հարձակումների ավելացման մասին, մեղադրելով Հեզբոլահին հրադադարը խախտելու համար։ Ավելին, Իսրայելը ծրագրում է Լիբանանի հարավում մինչև Լիտանի գետը ստեղծել հատուկ անվտանգության գոտի։ One last question. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն հաղթել է Իրանի հետ հակամարտությունում, սակայն ինքը չի պատրաստվում բավարարվել ձեռքբերվածով եւ ցանկանում է հասնել ավելի մեծ հաղթանակի։ Լրագրողի հետ զրույցում նախագահը կտրուկ հերքել է այն տեղեկությունները, թե Վաշինգտոնը կարող է Իրանին անվճար հարստացված ուրան տրամադրել բժշկական կամ էներգետիկ նպատակներով միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց։ Թրամփը շեշտել է, որ ինքը երբեք չէր հաստատի նման առաջարկ եւ Իրանին ոչինչ չէր տա։ Նրա խոսքով Թեհրանի առջև դրված է հստակ պահանջ՝ չունենալ միջուկային զենք։ Հակառակ դեպքում երկիրը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների ու խնդիրների, քան ունի այսօր։ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը եւ իր խաղերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, հայտարարել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ դեմ չէ Իրանի մասնակցությանը, քանի որ մեջբերում Ինֆանտինոն այդպես է ասել։ Եթե Ինֆանտինոն FIFA-ից այդպես է ասում, ես համաձայն եմ։ Մեջբերման ավարտը։ Well, they wouldn't have to worry about that. That's not Սպիտակ տան ղեկավարը իհարկե դեմ չէ, որ իր թշնամի երկրի թիմը իր նախագահությամբ երկրում մասնակցի առաջնության, սակայն հաղթելու վերաբերյալ արտահայտել է կոշտ դիրքորոշում։ Թրամփի խոսքով Իսլամական Հանրապետության հաղթանակի դեպքում պետք է անհանգստանալ։ Չգիտեմ լավ թիմ ունեն թե ոչ, բայց թող խաղան, հեգնել է խաղաղության ջատագովը։ Ի դեպ FIFA-ի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի ավագ դպրոցում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 6 մարդ է դանակահարվել։ Տուժել է 5 աշակերտ եւ դպրոցի անվտանգության 1 աշխատակից։ Իրավապահները կարողացել են արագ վնասազերծել հարձակվողին ու վերահսկողություն սահմանել։ Այս դեպքի ֆոնին որոշում է ընդունվել, որ դպրոցում կաշխատի նաեւ 5 հոգեբան աշակերտներին եւ աշխատակազմին աջակցելու համար։ Նույն դպրոցում ողբերգական դեպքեր տեղի ունեցել նաեւ 2007 թվականին, երբ միջանցքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 17-ամյա աշակերտ էր սպանվել։
Қырղստանի մի շարք շրջաններում հզոր սելավներ եւ ջրհեղեղներ են սկսվել։ Լեռներից իջնող ջրային հոսքերը լցվել են բնակավայրեր, վնասելով հարյուրավոր տներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ հիվանդանոցներ։ Շատ վայրերում ցեխային զանգվածները փակել են միջպետական ճանապարհները, քանդել են կամուրջներ եւ վնասել էլեկտրամատակարարման համակարգը։ Որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է բնակչության տարհանման մասին։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերը ի նշան հարգանքի աշխատավոր մարդկանց նկատմամբ որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել։ Նա ողջ գիշերվա ընթացքում հաց, խմորեղեն է հասցրել խանութներ եւ հիվանդանոցներ։ Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութին կից Ֆիցոն գրել է. «Մեջբերում այսօր աշխատանքի օրը մարդն ավելի է գիտակցում աշխատանքի եւ ազնիվ արհեստավորության արժեքը։ Ես հպարտ եմ, որ իմ աշխատանքը մարդկանց համար կատարում եմ լիարժեքորեն, այնպես ինչպես պետք է լինի»։ Մեջբերման ավարտը։